Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստել տավարի փափկամիս մարինացված սմբուկով։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է տավարի փափկամիս, ավոկադոյի յուղ, մեղր, մանանեխ, կծու սոուս, 9% քացախ, լայմ, բանջարեղեն եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Կսկսենք մսի համար հարկավոր է պատրաստել մարինադ, հենց մարինադից էլ կսկսենք։ Գործ ենք դնում փակվող ամանը։ Լցնում ենք 3 ճաշի գթալ ավոկադոյի յուղ, մեկ թեյ գթալ մեղր, մեկ ճաշի գթալ մանանեխ, մեկ ճաշի գթալ չիլի կծու սոուս, մեզ անհրաժեշտ է տախտակը։ Գործ ենք դնում տախտակը։ Եվ հարկավոր է նաև գունավոր հարթությունը։ Կես լայմի հյութ։ Քամում ենք և ավելացնում մարինադին։ Գործ ենք դնում գունավոր հարթությունը, քերելու ենք 1 սանտիմետր կոճապղպեղ, կլպենք։ Կարող եք նաև խոզանակով լավ լվանալ, մաքրել։ Լվանալ և խոզանակով լավ մաքրել կլեպը, 1 սանտիմետր կոճապղպեղ և 1 բջեղ սխտոր, 1 միջին չափի սխտոր։ Մի փոքր աղ մառանիկ ընկերության, 4 պղպեղ, ես մեկ անգամ խառնենք, մարինադը պատրաստ է։ Դուք գործը արեցիր, ազատ ես։ Այժմ հանենք միսը, մսակտորը։ Վերցրել եմ 650 գրամ տավարի փափկամիս։ Բարև։ Վրան սննդային թաղանթ ենք փռում։ Ուզում եմ թեթևակի ծեծել, որ հյուսվածքները թուլանան։ Արի այստեղ։
Կարծում վատ չի։ Կտրվածքներ ենք անում մսակտորի վրա։ Վատ չէ, դու ազատ ես։ Գործի ենք դնում վրձինը, նախապատրաստած մարինադը, նախ կսում ենք մսակտորին, այնպես որ կտրվածքների մեջ էլ մարինադ լինի, նույն բանը անում ենք հակառակ կողմից, միսը մի տեսակ լայն ստացվեց, այսինքն ամանը հարկավոր է փոխել։ Կվերցնենք ուրիշ փակվող աման, փորձենք սրան տեղավորել, այսպես։ Մնացած մարինադն էլ լցնենք վրան։ Վերջ, միսը թող մնա մարինացվի։ Դու և դու։ Եվ դուք ազատ եք։ Թողում ենք տախտակը, դանակները։ Եվ անցնում ենք սմբուկին։ Տեղադրում ենք նոր տախտակ, փակենք, արի այստեղ դու պետք ես։ Գործ ենք դնում սիրելի ամանը, լցնում ենք այստեղ սառը ջուր, համեմում ենք աղով, մառանիկ ընկերության, արի այստեղ։ Գերազանցել։ Վերցնում ենք նոր դանակ և սկսում ենք մշակել սմբուկները։ Վերցել եմ 2, կարելի ասել մեծ սմբուկ։ Հեռացնում ենք, այսինքն կտրում ենք ծայրերը և կտրատում մոտ 7 միլիմետր տափողակների։ Լցնում ենք սա աղաջրի մեջ։ Սմբուկը ավելի ուշ տապակելու ենք բուսայողով։ Այս կերպ մշակելուց հետո սմբուկը քիչ է վերցնում բուսայող տապակվելիս։ Այլ կերպ այն սպունգի նման ուղղակի քաշում է բուսայողը։ Մի խոսքով թող մնա սմբուկը։ Մնա սմբուկը։ Կող գնա մի խանգարի։ Անցնենք առաջ, ինձ հարկավոր է 1 քաղցր պղպեղ, 1 կծու պղպեղ, մշակելու ենք լցնենք թասի մեջ։ Քաղցր պղպեղը, կկտրատեմ ձողիկների, բարակ ձողիկների։
կարծում եմ թասը փոքր եմ վերցրել։ Սա թող մարինադի համար մնա։ Պայստավորում եմ թասի մեջ։ Սրան է միանում, այսինքն պղպեղներին է միանում խառը կանաչին, մի փունջ խառը կանաչի։ Կտրատում ենք շատ մանր։ Կարծում եմ վատ չի։ Սա էլ լցնում ենք պղպեղների վրա։ Խառնենք։ Այ դու, ինչ ես, այդպես տխուր աչքերով նայում ինձ վրա։ Այժմ պատրաստենք մարինադը սմբուկի համար։ Գործի ենք դնում փոքրիկ կաթսան, այստեղ լցնում ենք 100 մլի սառը ջուր, կարելի ասել սենյակային ջերմաստիճանի, 3 ճաշի գթալ 9%-անոց քացախ, գրակը արդեն կարելի է վառել, այստեղ լցնում ենք 15 գրամ աղ մառանիկ ընկերության և 40 գրամ շաքարավազ։ Չենք եռացնում։ Պակասնում ենք այնքան, մինչև աղը և շաքարավազը ձուլվեն։ Աղը և շաքարավազը ձուլվեցին, կարելի ասել գոլացավ մարինադը, վերցնում ենք կրակից, թափանցիկ թասի մեջ, քերում ենք սխտոր մանր անցքերով, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 մի խոսքով 10 պճեղ սխտոր ենք քերում։ Մարինադը լցնում ենք վրան, և թողնում ենք թրմվի։ Այլ այստեղ։ Միսը տեղադրում ենք սիլիկոնի վրա։ Կարելի է վրայից մարինադը դանակի օգնությամբ այսպես թեթևակի մաքրել։ Շատ լավ է։ Եվ միսը մարինացված մսակտորը ուղարկում ենք 200 աստիճան տաք ջեռոց։ Թողնում ենք այնքան, մինչև կարմրի։ Հարկավոր է սմբուկի տափողակները չորացնել։
որից հետո տապակելու ենք։ Տապակը հայտնվում է գազը ջախին։ Առատ բուսայով ենք լցնում։ Դու քո գործը արել ես, ստեսյուն։ Սմբուկները տապակում ենք։ Սմբուկի տափողակները երկու կողմից կկարմրացնենք և կտեղափոխենք փակվող ամանի մեջ, բայց նախքան տեղափոխելը կարմրած սմբուկները, երկու կողմից կարմրացած սմբուկները կթաթախենք մարինադի մեջ, նոր կշարենք։ Մյուս կողմից էլ կկարմրի, կարծում սխալ եմ ընտրել տարան, այս սրա մեջ կդնենք, մյուս կողմից էլ կկարմրի, կթաթախենք մարինադի մեջ և կշարենք ամանի մեջ կլցնենք կանաչու և պղպեղի խառնուրդը։ Կանաչու և պղպեղների խառնուրդից փռում ենք, որից հետո սմբուկները հերթով մտցնում ենք մարինադի մեջ և շարում ենք ամանի մեջ։ Շերտը շարելուց հետո այս մեկը չթաթախեցինք։ Շատ արագ սմբուկի շերտեր ենք դնում, որ տապակվի։ Կարելի է մի փոքր բուսայով ավելացնել։ Եվ արդեն սմբուկների վրա կրկին կանաչու և պղպեղների խառնուրդ ենք լցնում, շերտ, հավաքում ենք։ Նույն կերպ վարվում ենք մնացածի հետ։ Ավելացնենք բուսայով մի փոքր։ Սա էլ վերջ
Բարձրացրեցինք, վերջացրեցինք, լցնում ենք կանաչու և պղպեղների խառնուրդը։ Մարինադից կարելի է այսպես գթալով դնել մի փոքր։ Վերջ։ Թողնում ենք այս ժամ թրմվի, որից հետո կմատուցենք մսի շերտերի հետ։ Կշերտատենք միսը, կմատուցենք սմբուկի հետ։ Տավարի փափկամիս մարինացված սմբուկով։ Մսի մարինադի համար ավոկադոյի յուղ, մեղր, մանանեխ, չիլի կծու սոուս, լայմի հյութ խառնել, քերած կոճապղպեղ և սխտոր ավելացնել, համեմել աղով, 4 պղպեղ համեմունքով, խառնել։ Տավարի փափկամսի կտորին թաղանթ փռել, ծեծել, երկու կողմից 2 մմ խորությամբ կտրվածքներ անել։ Մսաշերտին երկու կողմից մարինադ քսել, դնել փակվող ամանի մեջ, լցնել մնացած մարինադը, կափարիչ դնել, թողնել միսը մարինացվի։ Մսակտորը մարինադից հանելուց հետո դնել ջեռոցի սիլիկոնե գորգ փռած տապակին, 200 աստիճան տաք ջեռոցում եփել մինչև կարմրի։ Թասի մեջ աղաջուր պատրաստել։ Սմբուկը 7 մմ լայնությամբ տափողակների կտրել, գցել աղաջրի մեջ, թողնել որոշ ժամանակ։ Սմբուկի մարինադի համար 100 մլ սառը ջրին 9% քացախ, աղ և շաքարավազ ավելացնել, դնել կրակին։ Հենց աղն ու շաքարավազը լուծվեն, կրակից վերցնել, լցնել քերած սխտորի վրա, մի կողմ դնել։ Սմբուկի շերտերը հանել աղաջրից, անձեռոցիկով չորացնել, առատ բուսայեղով երկու կողմից տապակել։ Քաղցր և կծու պղպեղները ձողիկների կտրատել, լցնել թասի մեջ, կտրատած խառը կանաչի ավելացնել։ Սմբուկի տապակած շերտերը թաթախել քացախով մարինադի մեջ, շարել ամանի մեջ, ամեն շերտին պղպեղի և կանաչու խառնուրդ շաղ տալ, շերտերը կրկնել։ Վերջում մարինադ ցողել, թրմել կես ժամ, մատուցել մսի հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ծովախեց գետին, կիտրոն, բանջարեղեն, կաթի սերուցք և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։